Թեքվում եմ այստեղից, իսկապես աղոթում եմ, ասում եմ ես հատված ու ես հասցնեմ ոչ մի մարդ որջուկը վազելով չգա խնդիր չառաջացնի, որ իսկապես փշերի վրա եմ գնում այսքան հատվածը, մինչև հասնում եմ իրենց կերակրին։ Որջուկ վերջացրի։ Ախր այս ձյանը ինչ եք նստում այստեղ։ Ամենախելոքը Ավրորան ա, որ ներսում ա սպասում։ Չի լսում է, մոլտիկ ջան։ Չի լունդիկ է։ Չի լսում եմ, որջուկը չի լսում։ Կարճ ասած դու երեք ես վազեցի, թե չէ որջուկը, ձենը գլուխն ա գցել։ Աշա որջուկ, ինչի իր ձենը գլուխի գցել, կամանց կբրդեք իրար կընկնեք ես վերևի հատվածից, էլ ձուն չկար, հա, իչեք ներքև, որ ես էլ իջնեմ, Իրանի գա մի օր այս աստիճանները բաց լինեն արդեն, եկեք, ձյունը դրեց վրետ արդեն, որջուկ, եկեք անցեք, դե ուրեմ ես իջնում եմ, հետո դու, հավոք լավ ինտենսիվ ձյուն է սկսել գալ, ու մարենխուղ է սկսել, այնքան արագ է գալիս, որ անգամ քայլելուց շների վրա հասցնում է ձյունը նստի, Զաբելը հետևից է քայլում, մյուս ճանապարհով արագ գնաց տեղավորվեց ու մեր դույժը անձնագրով գնա, դուք կերեք ճաշիկից հետո սա, ճաշը շատ արագ են ուտում, հետո նոր անցնում հանգիստ չորին, այսօր եւս 2 պարկեր են պատվիրել, պետքա բերեն գնամ վերցնեմ, այս եղանակային պայմաններին նրանց համար նաեւ ճաշ էի եփում, այսինքն միայն 4 կերը չի, հույս ունենամ այս ձյունը շատ չի նստի, բայց մի ամբողջ օր գալու է, հետո դադարի, լավ մնացեք, հետևից էլ մի եկեք, ահա, նիհարես, ես գիտեի, այստեղ ես նստում, արի տեսնեմ, ես եմ տվել, նշանակում է, այստեղ կարողացել ես գտնել ստեղ, լավ նիհարես, հիմա կեր լցնեմ, կեր, այս սեփական տների հատվածում է, Գիտեմ իր համար դրած թե ուղղակի բերել դրել են այստեղ, բայց լավ է որ այստեղ ամնում, քան գալիս է մեր շենքեր, դե կեր սիրուն, սա քեզ բավականաչափ կբավարարի, կեր ու լավ պահի քեզ հաջողություն, բարև արջ ջան, ո՞նց ես, արի, կեր, ես գնացի, կեր Սամջան, կեր, թե չէ արջի հետ կռիվ կանեք, արի սիրուն ջան, Հա, կերը բերեցին 2 պարկ, բացի կերից նաև ճաշել եմ եփում մյուսների համար, այստեղ, քանի որ բնակիչները օրինակ սիրունիկին ճաշեր եւ նման բաներ տալիս են, դրա համար սիրունիկին ես հիմնականում 4 կեր եմ տալիս, քանի որ բնակիչները այստեղի շունիկներին ավելի շուտ տնային ճաշեր են տալիս, 4 կեր չեն տալիս, ես ապահովում եմ 4 կեր, այսպես մաքրեցի, չնայած այնքան ուժեղ աջունը գալի, որ նորից կդնի, դու էլ եկար, հեսա քեզ էլ կկերակրի, սիրուն կեր Ճղայնացավ սիրունը քո վրա լավ, քեզ հիմա այս կողմը կտամ, սիրուն դու քո խելոք կեր եք էլի, ոչ, կեր առանց վախենալու դու այստեղ կեր, դուք էլ եկաք, Բուջուր սպասի, հիմա ձեզ էլ կբերեմ, Գամփրիկ, չես նեղացնում Գամփրիկ, արի հիմա քեզ էլ, գալուց են տեք, քանի անգամ մարդկանց վրա են հարցածում, կերակրելուց շները չեն կատաղում, հանգիստ եղեք, մարդկանց վրա են հարցածում, խելոք լավ, Բուջուր դու էլ կեր, Բուջուր դու էլ ես եկել, աչքիս մի քանի տեղ լցնեմ գնամ, դուք հետո ձեր մեջ կբաժանեք, ասմապող ունես կեր ես առնում, կեր սիրուքն էլ ուտում, սիրունիկը, մյուսը, արի ես կողմը, մի քանի տեղ կա, եկեք կերեք, հեսա գամփրը կգնա, գամփր խելոք մնա, չարություն ես անում, սիրունը վրետ նոր ջղայնացավ, որ քեզ խելոք պայես, դու դեռ չարություն ես անում, չի կարելի գամփր, մի արա չարություն, սիրունը չասես խելոք մնա, ուրեմ խելոք մնա, վերջ, Բուջուր, արի ստեղ, սիրուն հենա քոնն էլ ենտեղ ա մնացել, մի խոսքով բաժանվեք, բոլորդ կերեք ձյուն ա գալիս, խոսքս ուզում եմ ուղղել բոլոր այն օգտատերերին, ովքեր հետևում են իմ էջին եւ տեսնելով չար մարդկանց, վատ խոսող մարդկանց, մտնում են ու հատուկ հենց անեծքներ գրելու համար են մտնում, խնդրում եմ, զգուշացնում եմ ամենավերջին անգամ, մի գրեք անեծքներ, ոչ թե որովհետև այդ մարդկանց ես շատ հավանում եմ, որ վատ բաներ են ասում կենդանիներին կամ ինձ, այլ որովհետև ես դեմ եմ անեծքներին,
Խնդրում եմ չանիծել ոչ մեկին, ոչ մեկի երեխային, չգիտեմ, առհասարակ չգրել անեցներ, այլապես ստիպված եմ արգելափակել ձեզ, որովհետև կան մի քանի օգտատերեր, որ նկատել եմ մտնում են հատուկ անեծքներ գրելու համար։ Ու ես ստիպված եմ ամեն անգամ հատիկ-հատիկ ջնջել այդ անեծքները։ Մի արեք։ Ստիպված եմ լինելու պարզապես արգելափակել ձեզ, մի արեք, խնդրում եմ։ Հա, ի դեպ խոսացող կին ինձ սպառնում էր համայնքապետարանով, իբրև իմ եւ էլի մարդկանց անունները գրված են համայնքապետարանում, ասի անհամբեր սպասում եմ։ Երբ որ կանայք են խոսում, մի կերպ հանդուրժում ես, բայց երբ որ անցնում է տղամարդը, տեսնում է բոլոր շունիկները հանգիստ ուտում են, ասում այ քուր ջան, չնայած ես իրեն ինչ քուր, կեր ես տալիս, բա հասնե, բա որ կերը թողեմ պահի տակ հասնեմ վրեքներս։ Ասում եմ, բա ինչի ոչ մի անգամ այսքան ժամանակ չեն հասնում ձեր վրա, առավել եւս 4 կերի դեպքում, որովհետեւ ոսկորի դեպքում, չգիտեմ, կարող է լինել այդպիսի բան։ Այ, չգիտեմ, նորից եմ ասում, երբ որ կինն է ասում, գուցե մի կերպ հասկանամ, բայց երբ որ հասուն տղամարդն է նման կերպ ասում, չգիտեմ։ Բուջուր, արի միած իրեն։ Ուշ։ Գերար, վերջացրեցիր։ Դե լավ մնա։ Այսինքն մարդիկ, երբ որ մի քանի շուն են տեսնում միտեղ, որ շները ուտում են, շները խաղում են, չգիտես ինչու մարդկանց թվում է, որ այդ շները պիտի հարձակվեն անպայման իրենց վրա կամ որևէ մեկի վրա։ Ժորժան, այդպես չի։ Շներն իրենց կյանքով ապրում են։ Ինչու պիտի հարձակվեն ձեզ վրա։ Հա չեմ բացառում, որ պահի տակ կարող է լինել, բայց այսքան ժամանակ դեռ չեմ տեսել։ Ու մինչ այս խումբը կշտացել է ու խաղում է, սովածները ուտում են մնացած կերերը։ Գամփրն էլ կերավ գնաց իր ճանապարհով։ Էս ինչ շուն է։ Էս ինչ որ մեկը պահում է, թե ուղղակի մտել է այստեղ մնացել։ Չգիտեմ, լավ հետ անցեք։ Դուք հետ անցեք այն կողմն կռիվ չեք անում։ Իրականում դրսում ապրող կենդանիների կռիվներ բաժանելը շատ բան, նրանք կախ ոտքով շուննա ձաքերն են։ Օ, 3 հատ են կարծես ու սև սպիտակ ворց շունը։ Անցեք դուք ձեր կողմը, վերջ։ Ասացի անցեք ձեր կողմը։ Ահա, սա ворցն էր, նրանք էլ կաղացող ոտքով շունն է իր խմբի հետ։ Ինչպես նշեցի, կաղացող ոտքով շունը հնարավոր է ունի դեչ կա, դրա համար ворցերի հետ պտտվում են։ 3 փաստորեն ձակ ունի։ 3 ձակ ունի։ Այս վախկոտ կաղացող ոտքին հանդեսեք, մոտենում եմ փախչում, հնարավոր չի իրեն մոտենալ որևէ կերպ։ Այսպես շաղ տվեցի, որպեսզի բոլորով ուտեն եւ կռիվ չանեն իրար հետ։ Գնամ թե չեք ասեն էլի։ Այս ինչքան շուն են, հավաքվում են, կծում են, այս կողմ են կոմկերը լցրեցի վազեմ։ Ինչա, դու ինչ ես ուզում։ Ջեփտերով շուն։ Այս խումբը ինձ ուղեկցում է, իսկ մյուսները մնացին վերևում ուտելու սովածները։ Դուք կլինի գնաք ուրիշ, չնայած այստեղ խաղացեք, բայց իմ հետևից խնդրում եմ չգալ։ Այ այդպես վայրենություն եք անում, որ մարդիկ սկսում են, բա որ հարձակվեն մարդկանց վրա։ Ուղղակի իսկապես էլի այդ տրամաբանությունը չեմ հասկանում, երբ որ տեսնում են շները իրար հետ խաղում են, ասենք մի խումբ շներ են ուտում են, բա որ շուն են։ Մեկը չեմ հասկանա այս տրամաբանությունը, լավ եղեք, առողջ եղեք ու մի քիչ էլ բարի եղեք, խնդրում եմ։ Իրենք հաստատ բարի են, հավատացեք, նույնիսկ եթե կողքից թվում են, կենդանի են իրենց բնազդներով, ամեն դեպքում բարի են, հավատացեք։ Առանց վնասելի իրար։